Բարև ձեզ հարգելի բարեկամներ, այսօր երկու կարևոր նորությունների մասին ենք խոսալու առաջինը Վարդան Ղուկասյանի կարգավիճակի մասին անպայման եւ երկրորդը այն խայտարակ միջադեպի մասին, սկանդալի մասին, որ տեղի ունեցավ Վաշինգտոնում Թրամփի եւ Զելենսկու մասնակցությամբ։ Սկսենք հայաստանյան դեպքերից։ Եվ այսպես գնալով ինչ որ մի բան բարձվում է, ինչ որ մի բան ավելի է խճճվում։ Բարձվեց մի բան Շնորհակալություն հետքին փայլուն աշխատանքի համար։ Որ Վարդան Ղուկասյանը առնվազն սպանված չի մեկ։ Ողջը։ Առնվազն չեն ծեծել։ Ինքը ապահով տեղում է։ Ըստ հետքի տեղեկությունների նա գտնվում է Տեքսաս ներողություն բանի Լաս Վեգասի տարածքում, ինչ որ ժամանակավոր վայրում, որտեղ կալանավորվածներն են կարելի ասել, տարբեր պատճառներով, մաքսային պատճառներով, էմիգրացիոն պատճառներով Այստեղ հարցեր կա, որովհետև մաքսային պատճառներով ինչի պետք է կառավարված լինի Վարդան Ղուկասյանը, ես չգիտեմ, ես չեմ կարծում ինչ որ խոշոր ներմուծումներով զբաղված Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ կարգավիճակային պայմաններով ինչի պետք է լիներ, էլի չգիտեմ, որովհետև իմ իմանալով նա գրին քարտ ունի։ Ու ասեմ առանց գրին քարտ մոտավորապես 3-4 տարի առնվազն, եթե գուցե ավել Ամերիկայի Միացյալ Նահանգներում լեգալ ապրել ու բացառվում է այն էլ լինել պետության պաշտպանության տակ առանց կարգավիճակի ուղղակի բացառվում է ինչպես ես գիտեմ դա լեգալ ոչ մի տարբերակ չկա ասեն կան վիզայի տարբերակներ տենց extraordinary ability բան ինչ որ բաներ կան բայց չեմ կարծում որ Վարդան Ղուկասյանն ասենք այդ կարգի վիզա ուներ որ դա տալիս են երաժիշտներին նկարիչներին գիտնականներին տենց բան կա հատուկ վիզա կա Ոդանով են գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների ընթացքում կարող եմ նաև ստանալ գրին քարտ կամ քաղաքացիություն։ Չգիտեմ։ Ամեն դեպքում միգրացիոնը բացառվում է, մաքսայինը բացառվում է, բայց ինչի է հայտնվել այնտեղ։ Այս ամեն ինչի պատասխանը այսօր փորձել է ստանալ Ազատություն ռադիոկայանը, փաստաբանից, բարձրում է Վարդան Ղուկասյանը փաստաբան ունի Երևանում։ Լսենք, տեսնենք ինչ է ասում։ Միտեղ բարելույս Արդյոք դոկ կուսակցության ղեկավար նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր Ազատությանը տված հարցազրույցում պնդեց, իր պաշտպանյալը կալանավորված չէ, ձերբակալված չէ, բայց միգուցե Ազատության հետ կապված մասնակի սահմանափակում ունի։ Սկսվել է իրավական գործառույթ եւ Վարդան Ղուկասյանը եւս մասնակիցն է այդ իրավական գործառույթի պայմանավորված այդ գործառույթի այսպես ասած գաղտնիությամբ եւ ինչու՞ չէ նաեւ արդարության շահից ելնելով մանրամասներ չեմ ասի ավելին ասեմ որ այդ գործառույթները ըստ էության ԱՄՆ-ի փաստաբանների տիրույթում է Պարոն Բաղդասարյան իսկ Լավ, արձանագրենք մի բան այն ինչ որ կատարվում է Վարդան Ղուկասյանի հետ եթե հիշում եք ես երեք ասում եի որ ես դա տեսնում եմ բացառապես ամերիկյան իրավապահ համակարգի ներքո, այսինքն ես ենթադրում եմ, որ դա անվտանգության հետ է կապված, որտեղ եթե իր անվտանգությունը պահում են, գուցե այլևս չեն ուզում պահել կամ ինչ-որ մի բան ապոխվել։ Ամեն դեպքում ինքը հաստատ առևանգված չի, սպանված չի, ծեծված չի եւ այլն։ Ողջ առողջը ուղղակի ժամանակավոր սահմանափակումների մեջ է գտնում։ Հիմա փորձենք հասկանալ ինչու, ինչ ասում է իրավաբանը։ Նա այժմ անազատության մեջ է Վարդան Ղուկասյանը։ Այսպես ասած, վերջինս կալանավորված չէ, արդյունագրում եմ իմպերատիվ, ձերբակալությունը տարբեր ֆորմատով կարելի է հասկանալ, պայմանավորված այդ իրավական գործառույթով, անձին չեն ձերբակալել, անձը ընդամենը կապված այդ գործառույթներով այնտեղի պետական լիազոր մարմինների հետ կատարում է որոշակի քննություն։ Բայց մի վայրում է, որտեղ իր իրավունքները սահմանափակված են։ Իրավունքները նշեմ սահմանափակված չեն, ազատության հետ կապված միգուցե մասնակի սահմանափակումը կա, պայմանավորված արդարադատության շահով։ Իսկ որտեղ է գտնվում Վարդան Ղուկասյանը, իր տանը թե ամերիկյան պետական որևէ հաստատությունում։ ԱՄՆ-ի միգրացիոն եւ մաքսային ծառայության կայքը տեղեկացնում է, որ Հայաստանում ծնված Վարդան Յուրիկի Ղուկասյանը գտնվում է Նևադա նահանգի Հենդերսոնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանը պնդում է, տեղյակ չէ Ղուկասյանի գտնվելու վայրի մասին։ Չունեմ Այստեղ էս իմ մոտ կախեց Ոստե դու փաստաբանն ես, հետքը գիտի որտեղ է ինքը, parzela ինքը չունի տեղեկություն, որտեղ է Վարդան Ղուկասյանը։ Երբ որ հետքը parzela որ դա ձերբակալվածների տարածք է։ Այնտեղ հենց ինձ դու չես կարա գնաց մտնես այնտեղ ապրես, հա։ Այսինքն այն աստիճան
փակ է, սահմանափակված է, որ ոչ իրենից կա ինֆորմացիա, ոչ մորից, այսինքն մայրն էլ է երևի գտնվում այնտեղ։ Հակառակ դեպքում մենք մի բան կլսենք, չէ՞։ Այս փաստաբանի ճիշտ ասած հարցազրույցը իմ մոտ ավելի շատ հարցեր առաջացնում, քան պատասխաններ։ Տեղեկություն դրա հետ կապված ինձ դա չէր հետաքրքրել, ինձ Լևոն Բաղդասարյանը պնդում է, իրավական գործընթացով զբաղվում են ամերիկացի փաստաբանները։ Հենց նրանք են իրեն իրազեկել այդ ամենի մասին, որը սկսվել է շուրջ 1 շաբաթ առաջ։ Միգրացիոն խնդիր է սա, կարող ենք ասել, այսինքն նա այնտեղ Այո, կարող ենք ասել, այո, դա գաղտնիության հետ կապված խնդիր է, չեմ պես։ Բայց ես ասում եմ, ինքը գրին կարտուն ինչ միգրացիոն խնդիր։ Այդ թվում նաև միգրացիոն հարց։ Այո։ Տեղեկացնեմ, որ վերջինս ունի, որքան ես գիտեմ, կարգավիճակ կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունի համապատասխան կարգավիճակ։ իրավունք նկատի ունեք։ Համապատասխան կարգավիճակ ունի, այո, այդ թվում նաև բնակվելու, որքան Ես ուղղակի բան ասեմ, չի տիրապետում ինֆորմացիան։ Ուղղակի ստիպված է ինչ-որ հարցերի պատասխանելու, ուղղակի չի տիրապետում ինֆորմացիան։ Ես շատ կուզենայի, որ Ամերիկայի ձայնը կամ ինչ-որ եթե Լոս Անջելեսում գիտեն, ովքեր են իրոք ուղիղ զբաղվում այդ գործով, այդ մարդկանց խոսացնեին, որովհետև բացարձակապես չի տիրապետում ինֆորմացիան։ Ես տեղյակ եմ։ Իսկ մնացյալը շատ մոտ օրերի ընթացքում կարծում եմ դրա գնահատականը կտան եւ այնտեղի պետական լիազոր մարմինները, ինչու՞ չէ նաեւ Վարդան Ղուկասյանը եւս կարծում եմ հանդես կգա դրա հետ կապված։ Հենդերսոնի ձերբակալվածների կենտրոնում, որտեղ ըստ ԱՄՆ միգրացիոն եւ մաքսային ծառայության գտնվում է Վարդան Ղուկասյանը, պահվում են ոչ ծանր հանցագործություններ կատարած անձինք, ինչպես նաեւ ներգաղթի եւ մաքսային ծառայության կողմից ձերբակալվածները։ Այստեղ են գտնվում նաեւ միջդատական շրջանում ձերբակալվածները, նաեւ Նևադայի այն բնակիչները, որոնք դատապարտվել են մինչեւ 1 տարվա ազատազրկման։ Ես մի բան ձեզ տեղեկացնեմ, Լոս Անջելեսից իմ ընկերները տեղեկացեցին, որ այս process-ի մեջ իր դերն ունի եւ միջնորդություններն ունի, իր ազդեցությունն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունը։ Այսինքն այս իրենց ձեռքով է կազմակերպված։ Այսինքն այս դիմում բողոքները, որի հիման վրա ինչ որ գործ է հարուցվել, ամեն դեպքում որի հիման վրա է Վարդան Ղուկասյանը ժամանակավոր մեկուսացվել է, ես վստահ եմ, որ ժամանակավոր, ամեն դեպքում սա Հայաստանի դեսպանության ձեռքով արված։ Մի բան ուղղակի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը իդեմս դեսպան Մակունցի ու Հայաստանում Ռուսաստանի 5-րդ շարասյունը մեծագույն ցնծություն են ապրում այս հանգամանքով։ Այսինքն մեկը կազմակերպել է դեսպանատունը, կառավարությունը, հա, Նիկոլ կոչվածը։ Դրա անդիմություն կոչվածը, որ 5-րդ շարասյունն է, ցնծում է այս ամեն ինչից ու երևի մարդիկ կան զարմացած են, թե ես ինչու եմ անադառնում սանով, որովհետև ես ասեմ, եթե մի բանի վրա ցնցվում է Նիկոլ Փաշինյանը 5-րդ շարասյունը, պետք է ամեն ինչ անել, որ դա շուտ վերջանա։ Հա, այս էլ ձեզ մոտիվացիա, ինչու եմ ես ան նորից անդադառնում։ Ես Վարդան Ղուկասյանին ցանկանում եմ բարի վերադարձ, որ եւ Նիկոլ Փաշինյանը իր դեսպանների հետ ամբողջ կառավարությունով եւ 5-րդ շարասյունը իրանք սկսեն նույն ձենով լացել, ինչքան հիմա իրանք ցնծում են, որ սկսեն նույն ձայնով ուղակի լացել։ Շնորհակալություն լսեք։ Հենդերսոնի կենտրոնում կան ավելի քան 500 բանտարկյալներ, որոնց արգելված է հեռախոսազանգեր ունենալ արտաքին աշխարհի հետ, բացառություն են միայն փաստաբանները եւ պրոբացիոն ծառայության աշխատակիցները։ Այս բանտում կալանավորներին թույլատրվում է շաբաթական միայն 2 օր, 20 րոպեանոց հանդիպումներ ունենալ։ Իսկ անցած 1 շաբաթվա ընթացքում նրա հետ շփվելու հնարավորություն ունեցել եք։ Ուրեմն այդ հարցին չեմ պատասխանի, զուտ պայմանավորված, որ նման լիազորություն չունեմ իմ վստահորդից։ Իդեպ թե Ղուկասյանի ղեկավարած ԴՕԿ կուսակցությունը տեղեկություններ չի հաղորդում, թե ինչ պատճառով եւ որտեղ է պահվում Վարդան Ղուկասյանը, սակայն տեղեկացնում է, որ ստորագրահավաք է սկսվել նրան Հայաստան արտահանձնելու դեմ։ Որպես հիմնավորում նշվում է, թե լուրջ մտավախություն կա, որ արտահանձնման դեպքում Ղուկասյանը կարող է ենթարկվել անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանը սակայն բացառում է, որ Ղուկասյանին կարտահանձնեն։ Նա համոզված է, Հայաստանում ԴՕԿ կուսակցության ղեկավարի կյանքին վտանգ է սպառնում եւ այդ հանգամանքը նրա պնդմամբ արձանագրել է նաեւ Ինտերպոլը։ Արձանագրված է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում Հայաստանում։ Եթե դուք տեղյակ չեք, տեղեկացնեմ, որ ամիսներ առաջ այդ հեղինակավոր կառույցը վերացրեց Հայաստանի կողմից ներկայացված միջազգային հետախուզումը
Ես էլ էի հիշում այդպես, եթե հիշում եք, ես երեք ասացի, որ իր նկատմամբ ոչ մի հետախուզություն չկա, եթե բողոքել եղած լինի, հիմա պարզվում է 3-ին մենք ընկերներին ինձ ասեցին Շանզելիսից, որ դա գնացել է դեսպանատից։ Բայց ես չեմ կարծում միայն դեսպանատան ինչ որ բաներով, եթե հատուկ ինչ որ բան չեն սարքել այնտեղ դրա վերաբերյալ, ինչ որ Վարդան Ղուկասյանին էլ մոտ հետ ձերբակալային առանձնացնեին թեկուզ ժամանակավոր։ Այդտեղ ինչ որ մի բան կա, մենք անպայման կիմանանք դրա մասին։ Բայց ասենք ինչ որ գիտենք, ողջա, միջազգային հետախուզություն իր վրա չկա, ոչ մեկ չի ծեծել եւ ընդհանրապես հայկական օլիգարխիա եւ իշխանության հասանելիությունից դուրս է։ Եվ ամենակարևորը ոչ մի արտահանձնում Հայաստանի Հանրապետություն իրան չի սպառնում, մանավանդ որ ինքը կարծեմ Ռուսաստանի քաղաքացի է։ Եթե նույնիսկ արտահանձնեն, կարտահանձնեն Ռուսաստան, թե ինչպեսի կլինի ճակատագիրը Ռուսաստանում, թե Ռուսաստանից ինքը ուր կգնա, հիմա դժվար է կանխատեսել, բայց որ հաստատ Հայաստան չի գալու, դա միանշանակ է։ Եվ պատճառներից մեկն էլ նաև դա էր բացառում եք, որ կարտահանձնեն Հայաստան։ Ինչից ելնելով եք բացառում։ Իրավական հարցության վրա տիրապետելով համապատասխան տեղեկատվության իրավական, ես իրավական հարցության վրա բացառում եմ։ Եթե ապօրինի չի գտնվում։ Եթե նաև դա։ Եթե կան այլ քաղաքական հարթակում այլ գործառույթներ, չգիտեմ եւ այլն, քաղաքականությունի մեջ ես դա չեմ կարող ասել։ Զուտ իրավական հարցության վրա իմպերատիվ եմ արձանագրում, որ հանգուցալուծվելու է իրավական խնդիրը։ Հայաստանում ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար։ Ղուկասյանը սակայն մեղքը չի ընդունում։ Դե այդ շորթման բան մասը հանենք հրապարակային բռնություն արդարացնելու եւ կոչերի համար, այդպես մի հատ հոդվածերին վրա կա, ես էլ եմ այդ կարգավիճակի մեջ, այնպես որ այսօր Հայաստանում ով համաձայն չի, որ ով հայի տունը քանդել է ինքը թուրք է եւ ենթակա է ոչնչացման, ամուր իրան։ Օրինակ ես կարծում եմ ով հայի տունը քանդել է եւ ես վստահ եմ որ նա ենթակա է ոչնչացման։ Դա իմ նույնիսկ եմ կրկնում հանգարց պակաս չթվա էլի նման մի քրական գործել ին վրա կա։ Դրա համար այս պարագայում մենք իրար հետ էլի ինչպես տեսնում եք համամիտ ենք։ Եվ այսպես վստահ եմ երկորից ավելի մենք հստակություն կստանանք ու եղեք ես մի պահ պատկերացնում եմ ինչ է լինելու սրանց վիճակը եթե իր պարզաբանվի այն ինչ որ կպարզաբանվի եւ Վարդան Ղուկասյանը վերադառնա իր նորմալ կյանք։ Չեմ ուզում նույնիսկ այդ մասին պատկերացնեմ։ Իսկ ինչ վերաբերվում է կուսակցությանը եւ այս ընտրաշավին, որ իրանք Գյումրում իրականացնում են, ես ուղղակի կառաջարկեի, որ դուք շարունակեք ձեր գործունեությունը։ Այո, դուք պետք է այնքան ինքնուրույն լինեք, որ ոչ մեկը կախված չլինի մի մարդուց, որովհետեւ ցանկացած այդ մի մարդուն կարա ցանկացած ժամանակ մի բան պատահի, հիվանդանալ կա, չգիտեմ, վթարներ կան, ամեն ինչ կան, հա։ Եթե մի բան կախված է մենակ մի մարդուց, ուրեմն այդքան արժեքավոր եւ կայուն չի։ Անպայման ցանկացած շարժում, ցանկացած process պետքա լինի այն կազմած մարդկանցից, որոնք ամեն մեկը մի բան վերցրել է իր վրա ու տանում է առաջ։ Եթե այդ կարգի մարդկանցով է կազմված այդ կուսակցությունը, որ հիմա դուրս է եկել ընտրարշավի, ուրեմն լավ է, շարունակեք ձեր գործը, վստահ եղեք, որ միայն այս իշխանության, այս խարդավանքների 5-րդ շարասյան այս աղմուկի շնորհիվ ձեր ռեյտինգն այնքան է բարձրացել Գյումրիում, որ եթե միջև ընտրություններն էլ նույնիսկ Վարդան Ղուկասյանը մնա բանտում, չգիտեմ կմնա թե չէ, ձեզ այս ռեյտինգը բավական է, որ դուք հաղթեք Գյումրիում ընտրությունների ժամանակ։ Դա կախված է ուղիղ ձեզանից եւ դա կլինի նաեւ ձեր աշխատանքը, նաեւ ձեր հաղթանակը։ Հակառակ դեպքում եթե ամեն ինչ անելու է Վարդան Ղուկասյանը, ժողովուրդ ջան, դա արդար չի։ Արդար չի, այնպես մենք պետք է սովորենք կամաց այդ մարդ կուսակցություն բաներից ֆորմատից դուրս գալ։ Իհարկե կարող է սկսում է լիդեր կուսակցությունից, որ լիդերը պետք է ուժեղ լինի, որ կուսակցությունը զարգանա, բայց մենք պետք է շուտ դրանից դուրս գանք, որովհետեւ այդ լիդեր կուսակցություն, մարդ կուսակցությունների պատմությունը մեր նոր ցույց է տալի, որ դրանք երկար կյանք չունեն եւ դա շատ արագ վերածվում է աղանդի։ Մենք այդ աղանդները սենց ունեցել ենք, սենց տուփերով ունենք ու մինչև մայլ ունենք, հա։ Ցույց տանք, որ մենք մարդ կուսակցությունից այն կողմ կարող ենք նաեւ լինել ինքնուրույն քաղաքացի եւ ամեն մեկս ինչ որ մի բանով վերցնել մեր փայ բերը եւ իրականացնել մեր գործառույթները։
Հիմա ընտիր ժամանակա, որպեսզի Վարդան Ղուկասյանի ձևավորած կուսակցությունը ցույց տա իրականում գետնի վրա ինքնտեղ իրական կյանքում ինչ արժի։ Դե այսքանով ես սա եզապակում եմ, դες էլ աջակցություն կուսակցությունի նկատի ունեմ, էլի։ Իսկ հիմա մյուս հարցը Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Էլչին Ամիրբեկովը տեղեկացնում է, որ Փաշինյանը ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ով է սրա վրա կասկածում։ Ով։ Ես կարծում եմ միայն անմեղ Սունակապուշը եւ վարձկանները չեն խոսում սրած մասին։ Մենք գիտենք, չէ՞, որ ցանկացած բանի մեջ հասարակության մեջ կան մի շերտ շատ քիչ էտել հասարակության որակից է կախված, տենց իմբիցիլ մի շերտ, որին ինչ ասես հավատում է, այսինքն որին ինչ լսում է բացառապես կենտրոնական հեռուստատեսություն, ինքը այսպես լսում ասենք ORT կամ H1, հա, եւ վերցնում է ինչ որ միայն տեն կա, բոլոր ժողովուրդների մեջ այդ իմբիցիլ շերտը կա։ Եվ կա դրա կողքին 5-րդ շարասյուն, փառքաստում ենք ունենք Աստված տվել չի խնայ, եւ վարձկանների մի ասենց ամբողջ կոմպլեքս, որ այսօր Եվրոպամետ են, վաղը ռուսամետ են, մյուսը կան ձևանան ազգային, մյուսը օրը, հա, մյուսը ընդհանրապես անկախություն, բայց ոնց բանը, ասես պատտվում ես, նույն դեմքերն ես տեսնում, տարբեր պոզաներում, տարբեր դիրքերով։ Հիմա սրանք բոլորը տեղյակ են սրա մասին։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ Փաշինյան Նիկոլի օրակարգը, լեքսիկոնը, ինչ պետք է խոսա, ինչ պետք է անի, թելադրված է Ադրբեջանի կողմից։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, բայց ես այսօր ամբողջ օր նայում եմ, այս երկու օրը, սա մասին բացարձակապես լրություն է։ Մեդիան ընդհանրապես չի խոսում, որ սա ցենց հանցագործությունների է գնացել, սահմանադրության փոփոխություն առաջարկում, Ադրբեջանի օրակարգն առաջանում եւ այլն եւ այլն։ Ժողովուրդ ջան, էլի գալիս ենք այն նախորդ ասացից։ Հիմա այդ պատմական այս փուլում բոլորիս ճիտին պարտքն է դառնալ ճիտին պարտքը հիշում եք, դա անձնական բեռը բոլորիս համար դառնալ ինքնուրույն ու ձերբազատվել այն մոլորեցնող բազայի, մոլորեցնող մասայի այն քարոզությունից, որը մշտապես իրականացել եւ մեր երկիրը տալել է կործանման, այս վերջի 30 տարվա։ Դրանք նույն դեմքերն են, նույն աննազգանուններն են։ Հա, այս ոչ մի բան չի փոխվել։ Հիմա մենք պետք է ինքնուրույն դառնանք, որ դրանց համար մեզ կառավարել ուղղակի լինի անհնարին։ Գիտեք ոնց։ Մեկը YouTube ալիք ունի խոսում է, մեկը հարևան ունի, մեկը ընկեր ունի, բոլորս պետք է դառնանք իդեայի, այնց բարձրախոս։ Իդեայի բարձրախոս, իդեան գիտեք որն է։ Մեր ազգային իդեան, որ սրանք բոլորը պետք է գնան գլորի ծոցը։ Բոլորը, բոլոր 4-ը իրանց բոլոր մետաստազներով, եվրոժետոններով, ռուսաժետոններով, այնտեղ 5-րդ տալիքներով, այս բոլորը պետք է գնան գլորի ծոցը, առանց բացառության։ Նույնիսկ ասեմ, առանց բացառության, կեղտի մեջ չի լինում ավելի քիչ կեղտ։ Հա, եթե մեկը կապ ունեցել է իշխանությունների հետ, մեկը Նիկոլ Փաշինյանի ձեռքն է սեղմում, ժողովուրդ ջան, դրանց մեջ մի քիչ լավ կեղտ, մի քիչ վատ կեղտ չի լինում։ Մենակ դրա համար, որ այս բոլորը իրար հետ սա չեն սարքել դրոշ, չեն դնում ազգային ժողովում քննարկման, մանդատները վայր չեն դնում։ Հասկանում եք, սա բաները, որ սա հնարավոր անել, ասեմ, սա ապստամբություն չի, էլի, զենք վերցնել չի, որ ասես դժվար բան է։ Սա բաները, որ պետք է արվի։ Մի հանգամանք, մենակ այն հանգամանքը, որ սրանք չեն անում, նշանակում է, այո, համաձայնեցած է, դրա համար էլ չեն անում ուղղակի։ Երևի բոլորդ գիտեք այս կենթանուն, անուն ազգանունը Գևորգ Պապոյան, այս Պապուասը գրել է մինչ ոմանք ոռնում են տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։ Շունը հաչում է, քարավանը գնում։ Սա նախարարը ասողը, էկոնոմիկայի նախարարն է։ Եթե մենք արժանապատիվ երկրում ապրեինք, չեմ ասում իրավական երկրում ապրեինք, չգիտեմ, քնչականը, ոստիկանը, սան ծեծելով պետք է ասենց բերման ենթարկեին իրան սենյակից։
Ոչ թե բերման ենթարկեին հետո ծեծեին, չէ, ծեծելով իրանց աշխատողների առաջ պետքա բերման ենթարկեին, որովհետև սա շունը հաչում է քալաբանա գնում է, մարդիկ ոռնում են տնտեսական վիճակի մասին։ Լսեք, առաջինը դուք եք ոռնում եք տնտեսական մասին, տնտեսական վատ վիճակի մասին, ոռնում եք հարկերը բարձրացնելով, ոռնում եք բաները տրանսպորտի գինը բարձրացնելով, ոռնում եք բոլոր տեսակի բաներով, որ ձեզ փողա պետք, դուք եք առաջի ոռնողը, մեկ։ Երկրորդն էլ, այս տականքները տենց էլ չհասկացան, որ պաշտոնը է sense մի հատ հաստ փայտ է։ Բան, գավազան։ Այսօր ձեռը տա։ Միտքս հասկացա արդեն, վաղը որտեղ կարող է լինի։ Ու այդ վաղը սարերի հետևում չի։ Իսկ ուժայինին դնենք մի կողմ։ Այն մյուս մարդը հետ մենք արժանապատիվ երկրում ապրելու լինենք։ Գևորգ Պապոյանին ով տեսներ միջանցքներում նախարարությունների, փողոցում, չգիտեմ, կաֆեներում, ռեստորանում, առաջի բանը որ պետք է անել, ձեռը ինչ կա, հա, 10 գլխին ուղակի։ 10 գլխին ինչ են անում իրանք այս տնտեսության իբր բանը։ Գիտեք ինչ են անում։ Այս Լիզյան Արմենյան ինչ։ Սա ամուր սարն է, որի քարոզիչը Արամ Սարգսյանն է, Վազգենի քուրը, Զավենովն է։ Քարոզիչը որ Լիզյանը պատկանում է թուրքերին։ Բաժնետերից մեծ մասը թուրքեր են։ Այս Լիզյանը փող չունի շահագործելու, ջերմուկի սարերը քանդելու, ցիանիդը թողելու հայերին, ոսկին տանելու։ Փող չունի, ու այդ փողը տալիս է Հայաստանի կառավարությունը Գևորգ Պապոյանի գլխավորությամբ 150 միլիոն դոլար։ Հայաստանը, լստականքին լսեք, Հայաստանը փողը տալու է, որ ջերմուկը ավիրվի, ցիանիդը լցվի Հայաստանում, թույնը։ Ոսկին տանեն թուրքերը։ Ու սա ինքը համարում է տնտեսական հաջողություն, որին ով դեմ է, ինքը ոռնում է, ինքը շուն է։ Հասկացաք։ Ժողովուրդ ջան, հասկացաք դուք ինձ հետ գործ ունեք։ Հիմա ես նույնպես եմ ասում, արժանապատիվ բանում միջավայրում Գևորգ Պապոյանը պիտի ծեծուտեր։ Եթե երեք ճես չի կերել, գոնե միջև այսօրվա վերջ պիտի ծեծուտի ինքը։ Գոնե միտեղ մեկը մի բաժակ ջուր շփի երեսին, հա։ Որ սա հասկանա, որ ինքը մի երկրում է ապրում։ Որտե մարդ կա, արժանապատիվ։ Ու այսօր ջուր են շփում երեսին, վաղը կարող է ջրի տեղը լինի կիսլատա ասենք։ Որտեվ ժողով, սրանք ոչ մի բանից այլևս չեն վախենում։ Օրենքը, այն հիշում եք այն Հովիկ Աբրահամյանը, որ լոլիկ ծախելով դարել էր միլիարդատեր, բայց իրականում ամբողջ Արցախի հիմնադրամներն էր ուտում ինքը եւ ոչ միայն Արցախի։ Այդ անգրագետը մի բան ասեց, քաղաքականություն զբաղվելու համար вообще խելք չի։ Սրանց օրինակն է եւ ասես համ մեղնա ձեռը, համ չագուճը։ Հա։ Քանի որ սրանք մտածում են համ մեղնա իրանց ձեռքը, համ չագուճն է իրանց ձեռքը, մուրճը։ Ուրեմն ինքն ամեն ինչ կարող են անել։ Ամեն ինչ կարող են անել։ Միջև են պահը, երբ որ մի հատ հասարակ մարդ այս ջուրը չի շփի իրանց երեսներին։ Հենց կշփի, այն ժամանակ իրանք ուղակի կսկսեն արդեն վատ քնել, վատ ուտել, քիչ խոսալ ու մտածել ոնց են փախնում Հայաստանի Հանրապետությունից։ Քանի դա չի պատահել, իրանք անելու են ինչ որ կարող են անել, ցիանիդն էլ շնչելու են եւ բան են կանելու, սնվելու են ցիանիդով մեկ։ Մենք, այսինքն մենք իմ ջելոտ ասեմ, ամբողջ մեղրին սյունիքը հենց հիմա ցիանիդը լցում է սարերում, ոսկին, մոլիբդենը բոլորը տանում են ռուսները եւ ոչ միայն ռուսները։ Հա։ Ամբողջ այդ տարածքը թունավորվում է հենց հիմա։ Հիմա ասում են ջերմուկին։ Ջերմուկը առողջանային մեր ամալիրը։ Հասկացաք։ Դե տեսնենք ինչպիսին կլինի ռեակցիան։ Երևի բոլորդ հիշում եք մեր հայազգի բարեկամ Մայքլ Ռուբինին, որ ազգությամբ հայ թարսի նման, ինքը լավագույն վերլուծաբաններից է, կոչ է անում, որ երբեք քրդերը չհանձնվեն եւ դրանք կլինեն վերջի հիմարը, եթե զենքերը այլ դնեն։ Ես ձեզ հիշեցնեմ, որ երեք Օջալանը, իրանց Լենինը, իրանց առաջնորդը, կոչ է արել բանտից, որ կարող են քրդերը վայր դնել զենքերը եւ ինտեգրվեն թուրքական ոնց որ պետության մեջ։ Քրդերն ասել են ոչ։ Քրդերն ասել են ոչ, եղբայր։ Այդ այնց է լինում։ Ինքնուրույն մտածող ազգը։ Դու արդեն քո տարիքն ապրել ես,
բանտում ես, դու կարող արդեն հոգնել ես, դու կարող արդեն կոտորվել ես, դու կարող չգիտեմ։ Քո այդ ինչ-որ մի բան փոխվել է։ Մենք ենք դրսում, ես իմ անվտանգությունն իմ զենքը, ուրիշի չեմ տա։ Եվ այսօր Մայքլ Ռուբինը եւս գրել է, որ քրդերը պետք է հաշվի առնեն անպայման հայկական պատմության դասերը։ Եվ ոչ մի դեպքում զենքը վայր չդնեն։ Ալապես իրենք լինեն վերջի հիմարը։ Հայկական պատմությունից դասեր քաղում են բոլորը, բացի դեզանից, այից։ Ցավոք սրտի։ Եվ այսպես տեսնենք ինչ կատարվեց այսօր Վաշինգտոնում եւ ինչ պետքա մենք սովորենք։ President Trump meeting with Ukraine's president at the White House right now. Let's listen in. Conscripts to the front lines because you have manpower problems. You should be thanking the president for trying to bring an end to this conflict. Have you ever been to Ukraine that you say what problems we have? Okay, ուրեմն Վաշինգտոնում սպիտակ տանը հանդիպում է ու չգիտես ինչի, ես առաջինը որ տեսես կադրը, հենց մի անգամ ես Ջո Վենսն է խոսում ու ասում է դու պիտի շնորհակալ լինես Ամերիկայի Միացյալ Նահանգներից ու sense ակտիվ ժեստիկուլյացիայով ու տեսա Զելենսկին sense աթոռի ծերին անստած անհանգիստ ու ձեռները խաչեց մի անգամից դուրս չեկավ այս իրավիճակը ուրեմն քանի որ մենք երիտասարդ ազգ ենք ու քաղաքականությունից այդքան դիվանյան գիտությունից քաղաքականությունից երևի այդքան հասուն չենք ուղղակի ընդհանրապես այս նկարի վրա ասեմ ինչքան սխալ կա դե այսօր ես կարդացի որ ամբողջ հայկական մամուլը եւ ընդհանրապես հայկական եվրոպական ուկրաինական մամուլը գոհա Զելենսկուց որ Զելենսկին հերոսա ինքը հաղթեց այս ամեն ինչի մեջ ասեմ Զելենսկին հերոս չի թող ինձներն բոլորը բացարձակապես Զելենսկին այստեղ հերոս չի ուղղակի այստեղ պարտվեցին հիմարաբար Տրամփն ու Վենսը ասեմ ինչու հերոս չի նախ սխալ համար առաջին ցանկացած երկրի ղեկավար պետք է հասկանա մի բան ինքը գնում է ներկայացնելու մի ամբողջ երկիր ինքը անկախ իր մասնագիտությունից եթե ինքը նախագահական վարչապետ է ինքը պետք է համապատասխանի այդ ֆորմատին դա որովհետև ինստիտուտ է դա Զելենսկին չի դա Նիկոլ Փաշինյանը չի դա ինստիտուտն է եւ այսպես ինչա ենթադրում ինստիտուտը եւ ինչա ինքը պահանջում բանակցությունների ժամանակ մանավանդ երբ որ դու գիտես գնում ես միտեղ որ գործ ունես մի աննորմալի հետ որ ընդամենը 2 օր առաջ քեզ ասելա բան դիկտատոր հաջորդ օրն ասելա ես չեմ հիշում որտես մի բան ասած լինեմ իսկ 3-4 օր առաջ ընդհանրապես ուրիշ բաներ խոսում հա եւ այսպես ինչը դուրս չեկավ ստեղ եւ ուզում եմ անպայման մեր երիտասարդները սա հաշվի առնեն անկախ նայած իրանք այսօր վարչապետ են թե չէ վաղը կարող դուք վարչապետ լինել կամ նախագահ եւ այսպես ձերքերի այս դիրքը այս սեղմված, այս պաշտպանված, այս մեկուսացված, ինքն արդեն պարտություն է։ Այս Վենսի վիճակը առաջ եկած, այս հարցակվողական Վենսը փոխնախագահ է։ Վենսը sense արագ ասում է, որ դու պետք է շնորհակալ լինես, ինքը sense պաշտպանական վիճակի մեջ է մտել, ու ես դա կասեմ նաև ինչից է։ Այ եթե ինքը այս սև սովետերի փոխարեն գնալ արժանապատիվ հագուստով, կոստյումով անպայման։ Ես ասեմ, նույնիսկ փողկապի գույնը էական է լինելու իր ներքին զգացողության վրա։ Ես այսքան 2 տարի պատերազմ, 3 տարի պատերազմի մեջ, 3 տարի այս շորերով է ինքը ման գալի։ Մանավանդ իրենց զգուշացել են, որ ինքը կոստյումով գա անպայման։ Ես չգիտեմ ով է իր PR-շիկը, ով է իր կողքը, հա, բայց տարական բաներ հաշվի առված չի։ Եթե ինքը հակած լիներ Տրամփի նման մուգ կապուտ կոստյում, ու անպայման կարմիր փողկապ, որովհետև կարմիր գույնը ինքը ակտիվություն է, ինքը նույնիսկ դոմինանտություն է, դա հոգեբանական պահ է, ինքը հիմա սենց վախեցածի նման չէր կսկվի, ինքը վախեցած է, ոչ թե որ դիմացին նա ուժեղ, որ կողքին, որովհետև ինքը զրկել է իրան ամեն ինչից։ Թիկունքը, տեսեք, առաջ նստած է ծերին, հենված չի, ապահովություն չի զգում։ Հակածը բանա, սվիտերով նստած է այնտեղ իր ներքինը հենց այդ սվիտերի որակի է, սև։ Այս նկարի մեջ այնքան բան կա արդեն, ինքը պարտված է այստեղ։ Ինքը պարտված է նույնիսկ արդեն հիմա առանց այս խոսակցության, իսկ եթե ես իր բարերը վերլուծեմ,
Դա մի թողնել են ինձ Զելենսկուն սիրողները, ես երբեք Զելենսկուն չեմ սիրել, բայց չեմ ասում սա դրա համար։ Ես էլ ոչ էլ ասում եմ սա արդարացնելու համար էս Դիվենսի եւ Թրամփին։ Եկուս իրանց պայթին ստեղ խայտարակ։ Բայց Թրամփ Զելենսկին իդեալական շանս ուներ ստեղ։ Գիտեք ոնց դուրս գալու։ Ոչ թե ձեր պատկերացած մարդկանց պատկեր հաղթանակած, այլ իրական հաղթանակած, հա, լսենք մի քիչ էլ։ I have been to Come once. I've actually watched and seen the stories, and I know what happens is you bring them on a propaganda tour, Mr. President. Do you disagree that you've had problems bringing people into your military? We have And do you think that it's Նախագահը խոսում է, փոխնախագահը ընդհատում է ձերով այսենց։ Ու Զելենսկին ինքը շարունակում է էսի ուտել։ Սա մեկ բան շատ բան պետք չէ անել։ Զելենսկին ախր այդ մարդկային որակները գիտեք ինչքան կարևոր է։ Ախր դու գիտեք դու կարևոր չի դու ինչ գործով եք զբաղվում, այս մարդկային որակները երևում է եւ զգացնել ատալի բոլոր տեղերում։ Այ Զելենսկի եթե մի քիչ հասուն մարդ լիներ, հասուն։ Ուղղակի ընդհատելուց հետո նա հետ կնստեր, կասեր կներեք։ Պարոն փոխնախագահ։ Կարող եմ ես նախագահի հետ խոսել։ Հիշեցնելը որ դիմացինը փոխնախագահ է, ու ինքը երրորդ մարդն է այս խոսակցության մեջ, որը կարող նաև չլիներ։ Կամ ուղղակի գիտեք ես չեմ եկել վիճելու, կներեք պարոն փոխնախագահ նորից հիշեցնելով, հետ նստելով հանգիստ հարցակվում եք, վրես հարցակվեք։ Ցանկացած վեճի մեջ ուստեղ արդեն վեճ անայեք։ respectful to come to the Oval Office of the United States of America? Զուգահեռ խոսում են։ Փոխնախագահ խոսում է նախագահից զուգահեռ, իսկ մյուսը սուս նստած է։ Ակնհայտ դժգոհ։ Ցանկացած այս կարգի վեճի մեջ հաղթելու մի ձև կա։ Դա գիտեք որն է։ Վեճից խուսափելը։ Եթե դիմացինը ագրեսոր է, ագրեսիվ է, տրամադրված, թող ինքը խայտարակվի։ Հանգիստ նստի մանավանդ։ Մի 30-40 բան է նստած այնտեղ։ Լրագրող է նստած։ Դու հանգիստ մի պատասխան նստի, թող խոսա, թող խայտարակվի։ Ասես բանը, այս հարցու պատասխանը ճիշտ է, իրանք իրենց մնացում են ամերիկյան կողմը, բայց նաև ոսեմ ասեմ, հասունության խնդիր կա։ Զելենսկին այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ։ Ինքը քաղաքական գործիչ չի եղել։ Նույնիսկ այս 3 տարին էլ իրան բավական չէ, որ ինքը շատ տարական բաներ հասկանա։ Ուստեղ միջև այս Վենսի միջամտելը ամեն ինչ հարթ գնում էր։ Բայց սա ձեռ չէր տալիս եւ սցենարով sense պետքա չլիներ։ Հիմա Ջեյ Դիվենսը բան անում, ստում է իրավիճակը, ստիպում է որ ինքը այդպես բաներ անի եւ ինչից օգտվեց հենց այո կուտը կերավ, կոպիտ ասած, ենթարկվեց պրովոկացիային եւ սա վերածեց մի մեծ բազարի։ Նույնպես եմ ասում, այս բազարի մեջ պարտվեց ամերիկյան կողմը։ Պարտվեց, բայց չի նշանակում որ հաղթեց Զելենսկին։ Զելենսկին կարող էր 10-ով 0, 100-ով 0 անել, ուղղակի գիտեք ինչ, հետ նստելով թողել գորակ։ Վերջում շնորհակալություն հայտներ ամերիկյան ժողովրդին։ Կներեք, ես այս ոճով չեմ ուզում շարունակեմ բանակցությունները հանգիստ ու գնալ։ Որտեղ ինչ որ կատարվեց, դա բանակցություն։ And attack the administration that is trying to prevent the destruction of your country. A lot of questions. Let's start from the beginning. Sure. First of all, during the war, everybody has problems. Even you, but you have nice ocean and don't feel now, but you will feel it in Ապուշություն, այս տեքստը մեծագույն հիմարություն էր, էլի, ասում եմ, պատերազմը սկսեց, բոլորը ունեին խնդիրներ, նույնիսկ դուք, բայց դուք ունեք բան, օվկիանոս։ Դու չես եկել տղա ջան ստեղ։ Ոյանց ապացուցես իրանք ինչ խնդրեմ ունեն։ Դու չես զգում որ իրանք սենց առիթ են ման գալիս, քո վրայով անցնել, քեզ ապացուցել, որ դու ագրեսոր ես, դու տիրան ես, դու բռնակալ ես եւ Պուտինը լավն է։ Ու սա եկել է թևերը սենց բաներով խոսում է Ամերիկայի նախագահի եւ փոխնախագահի։ Ասում եք երկու կողմանի ապուշություն է սա։ Նույնպես եմ ասում, ես սա չեմ ես մեկը Զելենսկուն չեմ կարող փոխել, բայց հայկական քաղաքական դաշտում, դե եթե նայողներ կան ապագա քաղաքագետներն ու քաղաքական գործիչներ, պետք է հասկանան բան։ Սենց պարագայում դու
պետք չի որ դիմացինին բան ապացուցես, բացարձակապես, որովհետև հարցը տեղ չի որոշում, հարցը որոշում է դիտողների մոտ։ Դիտողներն են հասկանում ում ինչ աջակցություն տան, աջակցություն ցույց տան։ Հա, իսկ իմ գործը ստե ռեալ անալիզ անելն է, որ կողմից ինչքան բանը թերություն եւ սխալներ եղավ։ Այն ինչ որ հիմա ես ասեց այս տղեն, սա քաղաքական գործի չի, բան չէ դու, ինչ գործ իրանք խնդրեմ ունեին, թե չունեին։ In the future. God bless. You don't know that. God bless. God bless. You will not have a war. Don't tell us what we're going to feel. Այս էլ օգտվեց ասում, դու բաբշե գործ չունես, դու քո գործը չի, մենք ինչ ենք զգում։ Տվեց, սա նստած սպասում է այդ առիթին։ Եվ ինչ որ դրանից հետո կատարվեց, դա ուղիղ այս ախմախ տեքստի պատասխաններ, ավելի ախմախ կներեք երանգներով։ Trying to solve a problem. Don't tell us what we're going to feel. I'm not telling you. Because I'm you're in no answering on this position to question. Ասում եմ, մեզ մի ասա մենք ինչ պետք է զգանք, ասում եմ, ես չեմ ասում, ախմախ դու հետ նստի, դեպի թույլ ասա, կներեք եթե ես սխալ արտահայտվեցի, կամ կներեք գուցե ես սխալ արտահայտվեցի, կարող դուք սխալ հասկացաք, բայց ես դա նկատի չունեի, ասում եմ, ես չեմ ասում որ դուք ասում եմ, քաղաքական չի դիալոգը ընդհանրապես։ Եթե նույնիսկ դիմացիները ապուշ են, դուք ես պետք է քաղաքական պահես։ Եվ բարձր որակների։ Հասկանում եք, նայեք, մի կողմից Զելենսկին ամեն դեպքում բոմս չի, խուլիգան չի, արտիստ է։ Հա, որպես արտիստ ինքը կարող է պահել այն level-ը խոսակցական, որ ասենք բարեկիրթ մարդու, հա։ Նույն երեք իր տեղը նստած է երկու օր առաջ բանը Մակրոնը։ Ասում եմ, այստեղ հարցեն չի դուք ինչ երկիր եք ներկայացնում, հարցենա որ դուք ձեզ ոնց եք ներկայացնում։ Մակրոնը նույնիսկ Թրամփին ընդհատեց շատ սիրալի բանով ներողություն խնդրելով, բանով ընդհանուր։ Հասկանում եք, այստեղ հարցը այն չի դու ինչ երկիր ես ներկայացնում, հարցը դու ոնց ես ներկայանում։ Այստեղ է։ Իսկ այն ինչ որ հիմա կատարվում է, դա նոնսենս է, խայտարակություն։ dictate that. That's exactly what you're doing. You're in no position to dictate what we're going to feel. That's what when you come just what they assess making We're going to feel very You will good. feel influenced. We're going to feel very I'm good and telling very you. strong. Նեք, ինքը զուգահեռ խոսում է, սա Զելենսկի դու այն վիճակում չես զուգահեռ խոսած, սա արդեն տգիտության նշան է։ Դու արդարանում ես հիմա ուղակի, հասկանում ես։ Սա նույնիսկ ասում, սա քաղաքական խոսակցություն չի։ Սա քաղաքական խոսակցություն։ Հարցը այն չի, որ Թրամփը ինչ է հիմա ասում, հարցը դիմացինը ոնց է իրան պահում։ Մենք եթե մեզ իր հետաքրքրում է օբյեկտիվ իրականությունը, մենք պետք է այս սխալների վրա սովորենք։ Մենք ինքներս սովորենք, ինքներս գնահատական տալու համար։ You will feel influenced. You're right now not in a very good position. You've allowed From the yourself very- to be in a from very the bad very position, beginning and of he the happens war. to be right First about From the it. very beginning of the war. You're not Mr. in a good Graham, position. I You was don't have the saying, cards right now. With us, you start having I'm not playing cards. cards. Right now, you I'm don't. very You're playing serious, cards. Mr. President. You're I'm playing very cards. serious. You're gambling I'm the with the president. lives. Դուք երբևէ տեսել եք, որ երկու նախագահ զուգահեռ խոսան, ընդ որում մեկը եկել է օգնություն խնդրելու։ Եկել է օգնություն խնդրելու, որ ի սկզբանե տրամադրված չի իրան օգնություն տալու։ Իրան էլ երկու օր առաջ ասել է դու դիկտատոր ես։ Դուք զգում եք, որ այս տղեն ինքը գիտակցել է ու գիտակցում է ուր է եկել։ Ինքը չի գիտակցում ուր է եկել։ Սա կարելի լրիվ ուրիշ ձև ավարտվեր։ Այդտեղ խնդրելու բանը չի, հանձնվելու տեղը չի, կոտրվելու տեղը չի, սա ընդհանրապես քաղաքակիրթ երկխոսության վարելու ընդունակությունն է։ Իսկ այն ինչ որ հիմա լինում է, հա, հիմարությունը երկկողմանի է։ Սա երկկողմանի հիմարություն է։ Ես չգիտեմ ում համար է սա հաղթանակ։ Հաղթանակը այնքանով որ Թրամփը ու Վենսը իրենց խայտարակեցին, դա է հաղթանակ։ Գուցե մեկի համար հաղթանակ է։ Սա իմ համար Զելենսկու հաղթանակը չի։ Զելենսկու հաղթանակը լռելը կլներ։ Չհանձնվել, ասա շնորհակալություն, ես լսեցի ձեզ, ես լսեցի պարոն փոխնախագահ։ Եթե դեմ չեք, ես կուզենայի պարոն նախագահի հետ առանձին շարունակել խոսակցությունը կամ ես կարծում եմ այստեղ կարող ենք վերջացնել, որովհետև ես չեմ եկել կոնֆլիկտի համար։ Հանգիստ ասա գնալի։ Առանց ժպտա, ասա կարող ենք իրար լավ տրամադրության չենք հիմա կարող ես չեմ կարողանում իմ անգլերենով ճիշտ բացատրել, բայց ես հաստատ չեմ եկել վիճելու համար։ Եվ իր վերջո, եթե քո անգլերենը չի ներում ճիշտ բանակցությունները, դու կարող ես ուղղակի թարգմանիչով խոսալ։ Դա էլ է բան, բայց նույնիսկ եմ ասում, ամեն ինչ գալիս է գիտեք ինչից։ Հա, քուստից։ Ակու երբ որ դու
սխալ հագուստի մեջ ես, նույնիսկ քո ինքնագնահատականն է փոխում։ Նույնիսկ դու ինչ կոշիկներ հագել ես, էդ էլ է ինքնագնահատականդ փոխում։ Գնացեք վաղը մի հանդիպման, բոթասներով, մարզական հայկուստով, չգիտեմ, ու առանց սափրվելու գնացեք, հաջորդ օրը գնացեք դասական կոշիկներով, լավ մաքրած, լավ մեքենայով, կոստյումով։ Ճիշտ ամեն ինչ, հələ նույն process-ը գնացեք բանը, այդ նույն հագուստով։ Զգաք, որ դուք նույն մարդը լինելով երկու տարբեր մարդեր են դեռ իրական, բայց դուք իրականում նույնն եք։ Ուղղակի երկու տարբեր դրսևորումը։ Ժորժ ջան, սա ենթագիտակցական աշխատում։ Ու սա նախագահ լինելով հանդերձ 2-3 տարի չեն կարող ասել, սա գլուխը մտցնել, որ դու իրավունք չունես այս կարգի հանդիպումներին բոմժի նման գնալ, դու կարաս գնաս, բայց դու դե քեզ զգալու ես որպես բոմժ։ Այ հենց հիմա ինքը ներքուստ անվստահ է, ինքը փորձում է ինչ-որ պաշտպանվի։ Հայտարարություն է սա։ Millions of people. You're gambling with World War III. You're gambling with World War III. Ասում եմ դու հիմա բանը երրորդ համաշխարհային պատերազմն է։ Ինքը մտավ իր դերի մեջ, որտեղ ինի դիմացինը թույլ է տալիս։ Հիմա Թրամփը ընդհանրապես մտնում է մի դաշտ, որ ոչ մեկս մեզանից չէր կարող պատերազմել։ And what you're doing is very disrespectful to the country, this country. That's back to you. Far more. Ասում եմ ինչ որ անում ես, անհարգանից է այս երկրի նկատմամբ։ Ասում եմ ես չէ, այդպես բան չեմ անում։ Նույնիսկ դիվանի հետություն, ես ներողություն եմ խնդրում, եթե սխալ եմ հասկացրել։ Գուցե իմ անգլերենը լավը չի։ Դա նույնիսկ եմ ասում, այս կարգի վեճերում հաղթել մի հատ տարբերակ կա, մի հատ խուսափել վեճից։ Դա չի նշանակում, որ դու հանձնվեցիր։ Քաղաքակիրթ խուսափել վեճից։ Երկու օր առաջ գալիս եմ բան, տուն մետրոյի մեջ մի հատ սև նստեց, ու սկսեց բանը, մի քանի հոգի են կողմ մեկի հետ, գորգրալ, ուղղակի գոռում է։ Ես նայեցի դեմքին, հասկանամ ու վրա է գոռում, ինքը սկսեց ի վրա գոռալ։ Գոռումը ամբողջ ուժով, կոկորտի մկանները սենց լարված, աշկերը սենց կլորացած է, մոտարապես մի կես մետր դիստանցիայի վրա սենց գոռում է։ Նայում աչքերի մեջ, ի ֆակտը խփում է իրան, մտածում տեսնես, այս տղեն, այսքան որ գոռում է, գիտեք ինչ եմ մտածում, ոչ թե որ իրան վնասազերծ է, մտածում էի, հիմա իրա ձայնալարերը տենաս ցավում է, թե չէ, տենաս քանի ժամ էր արդեն գոռում, եւ սրանց քանի ժամ է գոռալու, դա տևեց մի 3-4 րոպե, մինչև բան եկավ, կանգառն եկավ հաջորդ, ինքը իջավ գնաց գոռալով, ես շարունակեցի իմ ճանապարհը։ Եթե պատկերացնում եք, ես, ասենք գուցե մի քանի տարի առաջ գուցե ես էլ սկսեի գոռալ, կամ նույնիսկ կարող էի իրան, չգիտեմ, վնասազերծեի այդ ժամանակ, ասեի սում վրա ես գոռում։ Բայց ես կանում ես, դու հոդու իրա վրա չես գոռալու ինձ, հիվանդ է։ Հիմա, այստեղ են փորձում է բացատրի, ոչ չէ ես չեմ արհամարհում ձեզ։ Ոչ, տղա ջան։ Խուսափի վեճից։ Վեճում ասում եմ, էնել այս կարգի մակարդակի դա սա փողոցի բազար չի, որ դու ինքնասիրություն խաղաս, դա սա քաղաքականությունն է, դու ներկայացնում ես պատերազմող երկիր, որն եկել է աջակցություն խնդրելու։ Դու չես կարող պահանջես, չես կարող պարտադրես, դու կարող ասես, գիտեք, մաքսիմում։ Այո, մենք դրված կացության մեջ ենք, շնորհակալություն ինչ որ արել եք, եթե կարողանաք շարունակել, մենք շատ գոհ կլինենք, բայց եթե չեք կարող շարունակել, մենք շատ շնորհակալ ենք, այն ինչ որ արել եք, երևի այսքանով վերջացնենք։ Ու գնայր։ Ոչ մի բան։ Իզումա վիզ դրած ապացուցում է, ոչ է, ես քեզ չեմ ապանալու։ More than a lot of people said they should have. Have you said thank you once? This A lot entire of meeting? times. No, in this Even entire meeting, today. have you said thank Even you? today. You went to Pennsylvania. Այս ցուցամատը, լսեք։ Եթե երբևէ մեկը իմ էսենց խոսա, երկու տարբերակ կա, կամ ես ուղակի տեղ չեմ լինի, կամ ես ծերքը կոտրվի ուղակի։ Դու նախագահ, դու թույլ ես տալի, որ քո հետ նստան տես խոսա։ Դու սենց քեզ տեղն են դնում այսքան ժուրնալիստների առաջ, խայտարակությունը։ Կապ չունի իրանք աննորմալ են, կապ չունի իրանք չեն հասկանում, իրանք քեզ դիտավորել են անում են Վենցը հենց դրա համար է այդտեղ, ոչ քեզ տիպի, ոչ խայտարակի ինքը հիմնական բանն է այստեղ ֆիտիլ տվողներ, ինքը հարամեց էս ամեն ինչ, ինքն էր պատճառը։ Որ Թրամփը ասել վերջ օգնություն չի լինելու, ես միանում եմ Ռուսաստան, հեսա նայելու եք ամեն ինչը։
Սա հարցակում էր ոչ թե Ուկրաինայի դեմ, սա պլանավորած էր։ Սա մեծ խաղի մի փոքրիկ մասն էր, որի ոնց որ բանը դարձավ Զելենսկին։ Ու ինքը այդ կուտը կերավ։ Ինք իրա հələ դիրքը նայեք, իսա նստած, թարս նայելով, նա ձեռով խոսալը, հասկանում եք։ Նոպ։ Տենց ասեմ, այս վիճակում եթե լիներ Մակրոնը, Մակրոնը իսկը կպատասխաներ։ Կարող է գիտես ներողություն, կարելի է մենք չշարունակենք, որտեվ ես սովոր չեմ, որ իմ հետ այսպես խոսում են։ Ու սրանց հետո ամբողջ աշխարհը ծափ կտա։ Հիմա էլ մեկը ծափ է տալիս, բայց կլիներ հաղթանակը, այն ժամանակ կլիներ Զելենսկու հաղթանակը 15-0։ Pennsylvania and campaign for the opposition in October, offer some words of appreciation for the United States of America and the president who's trying to save your country. Please, you think that if you will speak very loudly about the war, He's not speaking loudly. He's not speaking loudly. Your country's in big trouble. Can I Wait a answer? minute. No, you've done a lot. Ասում եմ, եթե քեզ մա դու բարձր խոսացիր, ասում եմ, չէ, ես բազար։ Ես չեմ ուզում էսի ամբողջը վեցանել, բայց այն ինչ որ հիմա եղավ, էս հայտարարություններ, ասում եմ, բան տաքսին հիշում եք, այն Ռոզասը, ձեր անկարգությունը գալիս է, չէ, բանն է, Խաչվանքյանն է, Ռոզդի համար ասում է, մեր անկարգությունը գալիս է ձեր անկարգությունից։ Այսպես մոտավորապես մի բան է։ Ոչ մի ձևով ես չեմ արտահայտում Թրամփի եւ Վենսի պարվածքը, սա ուղակի as բացարձակապես մանավանդ այդ վերջի մասը, որ ուղղակի գոռում էր, Because you get a ceasefire faster than an agreement. Ask our people about ceasefire, what they think. That wasn't with me. That wasn't with me. That was with a guy named Biden who was not a smart person. That was with Obama. It was your president. Excuse me. That was with Obama who gave you sheets and I gave you javelins. Մի բան էլ կա, այստեղ Թրամփը կոմպլեքս ունի։ Իրա հիմնական խնդիրը, ինչքան նայում եմ այս վերջի բաների մեջ, խոսակցությունների մեջ, վերջի ամիսների, մի խնդիր ունի, ինքը որ ապացուցի Յանից առաջները բոլորը վատն են եղել ու ինքը լավն է։ Ես հիշում եք խոսում ենք բանի մասին, Ալիևի մասին, որ ինքը խոսում էր, որ ինքը դե Փաշինյանը ոչ մեկն է, ինքը հաղթեց Սերժիկին ու բանը Քոչարյանին։ Սա նույն խնդիրն ունի։ Ինքը լինելով նախագահ, հələ ուզում է հաղթի Բայդենին, Օբամային իրանցից առաջ ով եղել։ Նրանք ասում են, քեզ զիբիլ եմ տվել, ես քեզ ջավելին եմ տվել։ Քեզ զիբիլ եմ տվել, ես քեզ ջավելին եմ տվել 4-5 տարի կամ 6 տարի առաջ, երբ որ ինքը նախագահ է եղել։ Այստեղ են խնդրեմ ունի լուրջ ապացուցելու ոչ թե որ ինքը լավ նախագահ է, չէ, որ ինքը դրանցից լավն է, չէ, որ դրանք վատն են եղել իրանցից առաջինները։ Արդյունքում գիտեք ինչ է ստացել։ Այս մարդը հիմա գնանք տեսնենք իրենքը ինչ է ստացել։ Իմ ջալո շատ լավ նկար կար այդտեղ այս Թրամփն ու այս Ջոդի Վենսն են, ասել պաշտպանվող Մաուգլին։ Ուղղակի Մաուգլին դե պաշտպանվող պետք է չլիներ, ասել կներեք, ես չեմ ուզում պաշտպանվեմ, դուք ինձ օգնել եք, ել չեք ուզում օգնեք։ Ես շնորհակալ եմ ձեր բոլոր օգնությունների համար, որ մինչև հիմա տվել եք, բայց ինչ ես պաշտպանվում։ Ասել շնորհակալ եմ, ել չեք ուզում տակ, խնդիր չկա։ Շնորհակալ եմ բոլորից հետ, որ մինչև հիմա աջակցել եք ինձ, դու ջավելին ես տվել, այն չգիտեմ 5 լիտր ավել ջավել ա տվել եւ այլն։ Շնորհակալ եմ ու արեք այսքանով վերջացնենք, մնանք լավ բարեկամներ, շնորհակալություն ամերիկացի ժողովրդից։ Բայց եղավ ինչ որ եղավ, բայց գոնե դրանից հետո ոնց որ թե իրա, ուշքի բերեցին եւ դրանից հետո ինքը հաղորդակցություն տարածեց, որ շնորհակալ է Ամերիկային աջակցության համար, շնորհակալ է այցելության համար, շնորհակալ է բանին, կոնգրեսին, Ամերիկայի նախագահին, որ ուկրաինացի ժողովրդին պետք է խաղաղություն երկարատև իմաստով։ Ես այն ուզում ցույց տամ։ Ինքը պետք է մի բան ասել ընդամենը, գիտեք ինչ, բայց առանձնազրույցում նախորդ որ հիմա վիճակի մեջ չդներ Թրամփին, ասել պարոն Թրամփ, ես հարգում եմ իհարկե ձեզ, հարգում եմ ձեր երկիրը, շատ եմ գնահատում, բայց գիտեք ուկրաինացի ժողովուրդը հարց ունի ձեզ։ Ես չէ։ Ես ուկրաինացի ժողովրդին եմ ներկայացնում։ 1991 թվականին դուք Քլինտոնը, Գերմանիայի եւ Բրիտանիայի գլխավորությամբ դուք երաշխավորեցիք, որ եթե ես միջուկային զենքեր ստամ Ռուսաստանին, Ելցինին, դուք ապահովում եք մեր անվտանգությունը։ Գիտեք, Ուկրաինայի ժողովուրդը այդ հարցը տալիս է ինձ, ճիշտ ասած ես չգիտեմ ինչ պատասխան, դուք կպատասխանեք։ Ինչ ասեմ ես։
Ընդամենը այդքան բաներ պետք տալ ու բանը վերջացնել, բայց դա իհարկե չեղավ։ Իսկ այս Թրամփի հիմար հայտարարություններից հետո մի անգամից Պենտագոնը հրաման տվեց իր կիբեր բաներին, դա իհարկե այսօր չէ, 2 օր առաջ ա եղել, ինչ եմ ասում, սա 3 ա եղել։ Այս հանդիպումից առաջ ա եղել։ Թրամփն արդեն որոշել էր, որ պետք է ռուսներին օգնել։ Թրամփն արդեն որոշել էր, որ պետք է արհամարել փող չտալ Ռուսաստանին։ Ուկրաինային կներեք։ Զելենսկին այսօր ուղղակի հնարավորություն տվեց դա անել։ Բայց էլ մեկ է, իր դեմ աշխատելու։ Եվ այսպես Պենտագոնը հրամայել է, որ կիբեր բաները, այդ հարձակումները բանի վրա, Ռուսաստանի վրա, դա թարեն։ Վերջ դա եկա։ Այդ հրամանատվը։ Նենց որ այսօրվա պատմությունը Զելենսկու ուղղակի առիթ էր, որ իրենք ավելի հիմնավորված իրանց կարծիքով ստանեն։ Եվ այսպես Կանադան մեծ ցույցեր է Կանադայում եւ մեծ արշավ, որ իրանք գնեն բացառապես կանադական ապրանքներ, հա, ու բոյկոտեն ցանկացած բան, որը գալիս է Ամերիկայից։ Ամերիկան ինչ է անում հիմա, տեսեք։ Ինքը միավորելու է զբոսնել Կանադան։ Կանադան սկսել ավելի շատ սպառել սեփական ապրանքը, քան ամերիկյան ապրանքը։ Մեկ այս վերջին մի շաբաթվա մեջ 1 միլիարդի կորուստ ունեցել առևտրի մեջ տեսան Եվրոպայում։ Թրամփը հիմա միավորում է Եվրոպան։ Թրամփը այսը կմիավորի նաև Մեքսիկան։ Դա Մեքսիկայից է կլսենք արձագանքները, այնպես չի ոչ չենք լսելու, հա։ Դա այն քաղաքականությունը, որը բերում է բոլորի միավորման, որ Թրամփը հանգիստ միավորվի Ռուսաստանի հետ։ Թրամփը թքածում եւ Կանադայի վրա եւ Եվրոպայի վրա, բոլորի վրա իր նպատակը Ռուսաստանի հետ միավորվելն է, որտեղ հիշում եք ոնց քվեարկեցինք։ Իրանք հասնելու են նրան ու հասնում են նրան, որ Ամերիկան, Ռուսաստանը, Իսրայելը եւ Հյուսիսային Կորեան լինեն դաշնակից ամբողջ աշխարհի դեմ։ Ինչ է կարծում, սա ում ծրագիրն է, ում նպատակն է։ Պուտինի։ Այս նպատակը կարող է իրականացնել բացառապես Պուտինի հավատարիմ ագենտը։ Ուրիշ ոչ մեկը դա չէր կարող իրականացնել։ Եթե Ամերիկայի մեկը կա, որ ուրախ է այս ամեն ինչի համար, ես ցավակցում եմ իրան։ Ես ցավակցում եմ, ես որ պատկերացնում եմ հիմա բոլոր, ասենք Ուկրաինա գնաց, հա, Զելենսկին, բայց Վենսն ու Թրամփը մնացել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իրանք ինչ են անելու այս երկրի հետ։ Ես էլ չգիտեմ։ Ու ոչ մեկ չգիտի։ Ու բոլորը սարսափով սպասում են, ինչ է գալու։ Այս մեկուսացումը ինչ տնտեսական հետևանքներ է բերելու։ Այն խելոքները որ ասում են, «Էսա էժանանալու է ամեն ինչի»։ Ինչի հաշվին։ Թանկացած տարիքների հաշվին, կորցրած առևտրային հարաբերությունների եւ հարգանքի իմիջի հաշվին, սա խայտարակություն է։ Սա քանդում է բառացի ոչ միայն հարաբերությունները, երկիր անվտանգությունը, անվտանգության այն ամբողջ ճարտարապետությունը, որ Ամերիկան կերտել է 80 տարի, 80 տարի։ Եվ այս բանը կոմպլեքսավորվածը, որի նպատակն է ապացուցի, որ ինքը բոլորից լավն է։ Ինքը քանդելու է բոլորին շինել են, որ ինքը ապացուցի, որ ինքը բոլորից լավն է։ Հա, եւ ոչ Զելենսկին բանա դիկտատորա, իսկ Պուտինը ոչ։ Թարգմանիչի դեմքը նայեք, երբ որ ինքը գոռում է, ասում է, որ հայ, բան, ամերիկյան եւ իտալական հարաբերությունները ձգվում են դեռ հին Հռոմից։ Այո, ամեն ինչ կարող լինի Թրամփի համար, ոչ մի խնդրեմ չկա։ Իլոն Մասկը այսպեսի մի բան տարածեց։ Թրամփը հետևից գոռում է. Կոստյում հագի, այ բոմժ։ Դա Իլոն Մասկն է։ Իլոն Մասկի բաները պոստերը որ նայեք, ցնծում է այս ամեն ինչի վրա։ Ցնծում, ինքը ուղղակի եւի չի հասկացել։ Չի հասկացել, որ ամբողջ քաղաքակիրթ, հեսա ցույց կտամ փաստերով, ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար Կանադայից միջև, Կանադան էլ է մտնում, Կանադայից միջև Եվրոպա, իրենք դարձան իզգոյ, ուղղակի իզգոյ։ Եվ ցանկացած քաղաքակիրթ մարդու համար, երբ որ sense բանա տեսնում, ինքը չի կարող ուրիշ ձև արտահայտել։ Նույնիսկ Թրամփի օգնականը Ջոն Բոլտոնը, իր անվտանգության գործով բանն էր, խորհրդականն էր։ Ասում է Թրամփն ու Վենսը հայտարարեցին իրենց Ռուսաստանի կողմից Ուկրաինայի եւ Ռուսաստան պատերազմի ժամանակ։ Ասում է սա կատաստրոֆա էր, կատաստրոֆիկ սխալ էր Ամերիկայի բանի անվտանգության համար։
ու ասում է ադեք բաներն են շատ բարձ լինենք իր հետ Trump is best personally ասում է այս երկուսի քաղաքականությունը ասում է սա չի ներկայացնում ամբողջ Ամերիկայի բնակչության տեսակետը սա ասում է Ջոն Բոլթոնը դա ամենա բանը մոտիկ ընկերներից նախքին ու ոչ միայն ինքն է ասում է որ բավականին շատ կոշտ հայտարարություններ է հնչել եւ դեմոկրատներից եւ հենց հանրապետականներից այն ինչ որ կատարվեց որտեղ այն ինչ որ կատարվեց այսօր Սպիտակ տանը դա հայտարարություն է վռնդել Ուկրաինայի նախագահին այդ դրայից որի վրա իմիջելով ցնցում էր ամբողջ ռուսական ագենտուրան ես ասեմ սրանով ուրեմն գոհեին երկու երկիր Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան երևի բանի հետ ինչի երկու այն բանը Չարիքի օսը էլ այնտեղ կա Իսրայել Հյուսիսային Կորեա Ռուսաստան Բելարուս Գվինեա բանես կարգի երկրներն են էլ դրանք է մեկ էլ Հայաստանի 5-րդ շարասունը որ մի ցանցություն են ապրում որ հայտարարակ բան եղավ եւ Զելենսկում ասում վռնդեցին sense բան քաղաքականության մեջ ես չեմ հիշում եթե այդպես օրինակ եղելա պատմությունից ինձ շատ հետաքրքիր կլինի իմանամ դրա մասին շատ sense բան ես ուղղակի չեմ հիշում չեմ կարդացել ոչ միտեղ որովհետեւ եթե խիստ բաներ ա եղել քննարկելու անհամաձայնություն քննարկել են նախ կամերաներից հեռու հետո եկել են ուղղակի ասել են ինչ որոշումներ կա եթե կա որոշում բայց այս sense լեզվակռիվ կամերաների առաջ ուղղակի ցույց տվեց որ այս երկրները ամերիկաները ուկրաինը կառավարում են մարդիկ որոնք ուղղակի բանակցել չգիտեն որոնք դիվանագիտական լեզու եւ պահվածք չունեն բառացիորեն եթե Ուկրաինայի պարագայում սա ինչ որտեղ հասկանալի է որովհետեւ այդպես տրադիցիաներ չունի սովետական երկիր ամեն դեպքում բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների պարագայում երկու հոգի նստեն մեկի դեմ սա էլ արդեն գիտեք սխալ սա բալանսավորը սխալ է երկու հոգի մեկի դեմ նախագահ փոխնախագահ մեկի դեմ հարցակվեն Էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման երկրում ասում եմ, այն նկարը պատահական չի, սա շատ ճիշտ բնորոշող նկար էր։ Այսա։ Սա հայտարարությունը։ Եվ սրա վրա ուրախ էր Հայաստանի 5-րդ շարասյունը նաև։ Ես ապշած եմ ուղղակի, չնայած գիտեմ ինչ են ուրախացել, որովհետև Թրամփը հայտարարեց, որ օգնելու է Ռուսաստանին եւ ձեռ չտակ Ռուսաստանին նա ոչ ագրեսոր է, ոչ էլ պատերազմ ինքն է սկսել։ Բայց պետք է մի բան ասեմ։ Այո, սա ինչ որ մի բանով կերկարացնի Ռուսաստանի կյանքը, բայց չէ՞ որ անկացած բան ասում է, գործողություն ունենալու է հակազդեցություն, չէ՞։ Դուք մի մոռացեք, որ Ուկրաինան կռվում է եվրոպական տարածքում։ Ռուսաստանը կռվում է Ուկրաինայի դեմ, որի թիկունքում հիմա ավելի ուժեղ կանգնած է Եվրոպան, քան երբևէ։ Եվ այս հայտարարությունը ուժեղացնում է Եվրոպային։ Եվ այս պատերազմի մեջ չի կարա Թրամփը օգնի ռուսների զենք տա։ Ոքի չի կարա, մաքսիմում Թրամփը կարա իմպիչմենտի գնա, ինքն իր ուժերով։ Ու ինքը արդեն ճանապարհը բռնել է։ Ես հստակ բան եմ ասում։ Ինքը ճանապարհը բռնել է արդեն, կամ հանրապետականները իրենք իրենց ձեռով կմեկուսացնել իրենց թույլտվությանը, նա առաջին հերթին Վենսին եւ Թրամփին, որտեղ սրանք նույն երկու հայտարարություններն են։ Երկուսը մեկը մեկից հայտարարություն։ Կամ սա կանեն դեմոկրատները։ Այսինքն եթե իրանք չանեն, դեմոկրատները մյուս հեսա 26-ին ընտրությունները ավելի շատ ձայն են հավաքելու, մի տարի մնացել։ Ես հանրապետականները շատ լավ հասկանում են, շատ լավ։ Ի տարբերություն Հայաստանի կառավարությանը, իրանք չեն մտածում մի տարվա կտրվածքով, չէ, իրանց մոտ է տարիներ է, որտեղ հենց մյուս տարի կորցրեցին կոնգրեսը, սենատով բանով, կորցնում են ամբողջ, նույնիսկ այս լինելով Թրամփը նախագահ, ինքը դառնում է ուղղակի տիկնիկ։ Իսկ որպես ինքը դառնա տիկնիկ, 26-ի ընտրություններն է պետք։ Եթե sense գնաս բանը վիճակը 26-ի ընտրություններից հետո Թրամփը դառնալու է տիկնիկ, ոչ մի չի կարողանալու անի։ Իսկ ռուսների հաջողությունը ուրախացնողներին ասեմ, շատ մի ուրախացեք։ Սա ոչ մի բան չի տալու։ Կարճաժամկետ է այս բոլոր հայ բաները, ուրախությունները ձեր համար։ Որովհետև այստեղ են գնալու դուրս գալիս է։ Մակրոնը հայտարարել է, այսօր մենք պետք է փոխակերպվենք, որպեսզի ուժ դառնանք, քանի որ մենք այն չենք
մենք շուկա ենք, մենք խաղաղ վայր ենք, բայց մի քիչ ամորֆ ենք, ճիշտ ասում։ Եվրոպան պետք է վերագտնի ռիսկի իշխանության հավակնության համար։ Դա վատ բառ չէ ընդհակառակը։ Ասում է, մենք պետք է Ամերիկայի հետ հարաբերություններում դուրս գանք երջանիկ վասալային կախվածությունից։ Վերջ։ Անտիր բնորոշելա։ Անտիր։ Որ միջև հիմա Եվրոպան ինքը երջանիկ վասալային կախվածության մեջ է եղել։ Ինքը ասում է պետք է դուրս գանք, պետք է վեր գտնենք ռիսկի իշխանության հավակնությունների համար։ Այո, լինել անկախ նշանակում է ընդհանրապես միշտ լինել ռիսկի գոտում։ Եվ այստեղ է ելվում սև ու սպիտակը, էլի։ Ով է ունակ, ով ունակ չի։ Եվ ռիսկի գոտում հաջողությունն է, որ տալիս է իսկական իշխանության համը։ Դե ռիսկի գոտում ես լավ ընդհանրապես հանձնվում ես այս տականքների նման, դա իշխանություն չի, դա կապիտուլյացիա է։ Սա այնա ինչ որ բերում է բանի գործողությունները Թրամփի։ Մյուդիշ հայտարարությունը հենց մի անգամից այս հանդիպումից հետո Մակրոնը էլի հայտարարել է, որ այնտեղ մի հատ ագրեսոր կա։ Դա Ռուսաստանն է։ Եղավ հենց այս ասում ասել մի անգամից Զելենսկի եւ բանից վեճից հետո մի անգամից։ Դրանից հետո մի անգամից այսօր դից գրում են, բա Եվրոպան ոնց է արձագանքելու։ Հենց տենց Իսպանիան մի անգամից գրեց, որ մենք Ուկրաինայի հետ ենք։ Գերմանիայի կանցլերը այս հետը չստան։ Գերմանիայի կանցլերը գրեց, որ միանշանակ իրանք բանի հետ են, Ուկրաինայի հետ են։ Իսկ Fox News-ի ժամանակ մարդիկ վերլուծաբանները այսենց եկել են մի եզրակացության, որ այսօրվա խնդրումը, այսօրվա բախումից շահեց մի հատ հաղթող, դա Պուտինն էր։ Ճիշտ են ասում։ Եվ կորցրեց Ամերիկան ավելի շատ, քան Ուկրաինան։ Ամերիկան, հիշեք, այսօրվա քաղաքականության, համաշխարհային քաղաքականության կենտրոնը դա Ուկրաինան է։ Եթե Ուկրաինան կարողացավ հաղթել, նշանակում է Հայաստանը շանս ունի փրկվելու։ Եթե Ուկրաինան պարտվեց, Հայաստանը մեծ հավանականություն ունի ոչնչանալու։ Սա մեր համար շատ կարևոր։ Եվ սա Ֆոքսիներն ասում են, դե ասում է Թրամփը լավը չէ, Վենսն ապուշ է, բան չկա, ասում այսօրվա այս իրադարձությունից շահեց մենակ Ռուսաստանը։ Ես կասեմ ուրիշ բան, Ռուսաստանը չի շահել։ Երկարատև իմաստով շահել է ամբողջ աշխարհը, որովհետև ամեն մեկ իր չափ հասկացավ, որ պետքա, ինչպես բանն ասում, Մակրոնը ասում, պետքա թոթափել այս վասալային կախվածությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ դուրս գալ այդ կոմֆորտու գոտուց։ Եվրոպական լիդերները միանում են այս կոնֆրոնտացիայից հետո։ Մարտի 2-ին բանում Լոնդոնում հանդիպում է լինելու բանի եվրոպական լիդերների եւ Զելենսկու միջև։ Երկուից ընդհանրապես։ Ինչ լինում է, ինչքան Թրամփը բզբզում է, Եվրոպան այնքան ոչ թե փլվում է, ուժեղանում է, սա նորմալ է։ Ես հիշում եմ, այս վերջի օրերը դուք հիշում եք, ես անդադ դրա մասին եմ խոսում, որ այս վիճակներին, փոքր ուժերի նշանակությունը շատ է մեծանում, շատ։ Դա լինի անհատական մակարդակի վրա, դա լինի երկրների, որովհետև այս փոքր ուժերը ինչքան սկսում են նախաձեռնող եւ ինքնուրույն գործել, այնքան դրանից շահում է եւ երկիրը, եւ աշխարհը, եւ համաշխարհային քաղաքականությունը։ Սա լինում է իսկական բալանսների երկիր, ոչ թե ասենք միաբևեռ, դա միաբևեռ է միջև հիմա, ու բևեռը բանում է Վաշինգտոնում նստած շատ քիչ կարողանում էր բանանել հավասարակշռություն պահել, այսօր Թրամփն եկավ քանդեց ամեն ինչ, Ուկրաինան ասեց մի բայկան դու քանդում ես ինձ քանդի, մենք պահում ենք ստեղ մեր մոտ Եվրոպայում։ Եվ ես մի բան ասեմ, Զելենսկու նկատմամբ պատերազմը դա պատերազմը Եվրոպայի նկատմամբ, որի բանում առաջնագծում ունելի է բանը Թրամփը Ռուսաստանի հետ։ Մի տարի ամենաշատը։ Ու ես ասեմ, այս պատերազմում պարտվելու են համ Թրամփը, համ Ռուսաստանը։ Կյանքում Եվրոպան եւ Ուկրաինան չի պատերազմ։ Այո, կարող է դժվար լինի։ Պարտվելու է Ռուսաստանը եւ պարտվելու է Թրամփը։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները որտեղ շուտ հասկանան դա, որ Թրամփը պատերազմ է հայտարարել Եվրոպային։
օգնելով Ռուսաստանին, վերածնելով Ռուսաստանին, ինքը պատերազմը հայտարարել, այո, հենց ամբողջ Եվրոպային։ Իսկ քաղաքակրթությունը շատ ավելի լուրջ գործիք է, քան ֆինանսը։ Որովհետև ֆինանսը քաղաքակրթություն չի ծնում, քաղաքակրթությունն է ծնում ֆինանսները։ Ու Թրամփը այստեղ դատապարտված է։ Բայց հասկանալով իր ինտելեկտուալ բաները, հնարավորությունները, ես չեմ զարմանում, որ ինքը սա չի հասկանում։ Եվ ասպես մի բան էլ, որ պնդել է, որ Պուտինը կպահի իր խոսքը։ Վստահ է Թրամփը։ Երբ որ այս հանդիպման ժամանակ ասեցին, լավ, ասում ես բանը կպահի։ Իսկ ինչ եթե չպահի։ Իսկ ինչ եթե խաղաղությունից ռմբակոծել։ Թրամփը գիտեք ինչ ասեց։ Իսկ ինչ, ես ոնց կարամ իմանամ իսկ ինչ։ Բայց եթե չես կարա իմանաս, դու ես մարդուն ես ոնց ես ասում։ Վերջ, այս իստորագրի, այս ամեն ինչը տուր ինձ ու քեզ լավ է լինել։ Եթե դու դրա դիմաց ոչ մի անվտանգության երաշխիքներ չես տալի։ Նույնը արել եք 91 թվականին։ Հիմա այս մարդը առանց երաշխիքների լուրջ, իսկ երաշխիքը միայն զենքն է։ Միայն զենքն է, ուրիշ երաշխիք չկա։ Հիմա ոչ մի բան չես տալիս, ասում ես ինքը չի կրակի, հա, ու Թրամփը վստահ է, որ Պուտինը չի կրակ, չի խախտելու պայմանագիրը։ Հիմա ինձ ասեք տեսնեմ, կամ Թրամփը բացարձակապես ապուշ է, կամ ուղղակի իրականացնում է Պուտինի ծրագիրը։ Այստեղ միջին բան չկա։ Ես չեմ կարծում ինքը դες պատահական այս ամեն ինչ անում։ Ես գործողությունների երթականությունը, սա պատահականություններ չի։ Այսքան պատահականություններ չի լինում։ Տենց պատահականություններ կարա իրագործի միայն իդեալական ագենտը ռուսական։ Ուրիշ ես բացատրություն այս ամեն ինչի մեջ չեմ տեսնում։ Իսկ այն հանգամանքը, որ Զելենսկին կուտը կերավ, սկսեց հիմա վիճել, սա բան, տեսողական, հա, վիզուալ առիթ տվեց, որ Թրամփը ասի այն, ինչ որ ինքը պլանավորել էր։ Բայց միևնույնն է, ինքը այսօր վռնդելով բանից, Զելենսկուն Սպիտակ տնից, ինքը իրան արդեն պատրաստվեց վռնդելու հենց Սպիտակ տնից։ Ես ինձ ասեմ, երկարատև իմաստով պարտվեց Թրամփը։ Այո, տուժեց Զելենսկին, այո, ինքը գնաց կեցե ինքը, որ այսքանից հետո հասկացավ, որ պետք է ամեն դեպքում շնորհակալություն հայտնի ամերիկյան ժողովրդին։ Հիշում եք, ես եկել եմ ասում, ընդհանրապես Զելենսկին պետք է խոսի բան ամերիկյան ժողովրդի հետ։ Հիշում ես Տրուդոն Կանադայի վարչապետն էր խոսում ամերիկացի ժողովրդի հետ, ասում դուք մեր բարեկամներն եք։ Այս ինչ որ հիմա Թրամփը մեր օգտին չի անում։ Մեր երկուսի օգտին չի։ Մենք բարեկամներ ենք։ Զելենսկին ինչ մեկ ասում է, նույնը ինքը պետք է խոսա ամերիկյան ժողովրդի հետ։ Ուղղակի պետք չէ այս կոնֆլիկտը լիներ, հետո ինքը խոսալ։ Այս կոնֆլիկտները նորից, եթե ինքը լիներ մի քիչ դիվանագետ, վայ ինքը ոնց կարող էր այկիդո անել այստեղ։ Այկիդո, եթե դիմացին հետ ուզում է խայտարակ լինի, արա մի խանգարի։ Մանավանդ երբ որ կամերաներն աշխատում են։ Դու ոնց կարաս քեզ զրկես այդ հաճույքից, դες բարձր կանգնես, թողես իրանք իրենց նախաձեռնությամբ խայտարակ լինեն։ Բայց ինքը կուտը կերավ, նրանք էլ ավելի ապուշացան, ավելի այդ կարգի էժան խոսակցություն, որ Թրամփն իրականացնես, դու պետք է շնորհակալ լինես, ոչ մի օգնություն տված մարդ, մանավանդ երբ որ ինքն էլ չի տվել, ինքն ամեն ինչ արել է, որ օգնությունը չգնալ Ուկրաինա։ Այտենց զզվելի ու կներեք բառը պետք է ասեմ, դիշովի իրան չէր պահի։ Բայց այդ պահից չօգտվեց Զելենսկին։ Heç տղա չի, դիվանագետ չի, կյանքի փորձ։ Ես չգիտեմ ինչ ասպարեզում ինչ փորձ ունի, բայց ստեղ պարզվեց, որ չէ, տղա հում է ասպարեզի համար դու այդ պոստի համար պատահական քեզ ուղղակի նշանակել են այդտեղ։ Դամա երկիրն էս վիճակի մեջ է։ Լավ, այսօրվա համար այսքանը, հուսով եմ մոտ օրերին ավելի կոնկրետ բաներ կունենանք նախ Վարդան Ղուկասյանի հետ։ Երկրորդն էլ մեկը Պուտինը պարտվելու է։ Կարող է իր կյանքը մի քիչ երկարի։ Եվ մի քիչ ասենք 5-րդ շարացումը ծափ տա։ Հա չեն էլ հասկանում։ Ու գիտեք ինչի վրա են ուրախանում ժողովուրդ։ Ուրախանում է որ Զելենսկին չի հանձնվում, այն դեպքում երբ որ հանձնված չի վաղին ասում են հանձնված։ Արա դուք ինքն այդ կողմնորոշվեք էլի կամ հանձնվածն է լավ, կամ չհանձնվածն է լավ։ Դե մոտ կոգնիտիվ դիսոնանս է, հասկանում եմ ինչից է դա։ Որովհետև փողը դրա համար եք ստանում, ձեզ չեն տալի փողը հասկանալու համար։
Դες տալիս եմ խոսալու համար։ Այսօրվա մայր այսքանը, լավ մնացեք։